Անվանի ըմբիշ աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարը նորից Հայաստան է բերել տարբեր երկրների ուժեղագույն հունարոմեական ըմբիշներին։ Ինչպես միշտ պայքարը թեժ է, ներկա են նաև մեր անվանի ու աշխարհահռչակ մարզիկները։ Երկրպագուներն էլ իրենց հերթին են մթնոլորտը դարձնում ավելի թեժ։ Երկօրյա պայքարից հետո 9 երկրի ներկայացուցիչներից եզրափակիչում են միայն Հայաստանի, Մոլդովայի եւ Իրանի ըմբիշները։ 55 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկում էին Մամբել Խաչատրյանն ու Տիգրան Մինասյանը։ Համար պայքարում հաղթեց Խաչատրյանը։ Լավ էի պատրաստվել մրցաշարին, մրցակիցներս բոլորը արժանի մրցակիցներ էին, արժանի տղաներ էին, բայց փառք Աստծո, որ այսպես ստացավ եւ Ինչի շնորհիվ կարողացար հաղթես։ Երևի կամքի դրսևորմամբ եւ նպատակասլացությամբ։ 60 կիլոգրամ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը լարված մրցակցությունում հաղթեց 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին։ Գերլարված ու նյարդայիներ 63 կիլոգրամ քաշայիններ Դավիթ Ջոթյանի եւ Արման Վարդանյանի եզրափակիչ գոտեմարտը։ Ջոթյանը միայն վերջում կոտրեց մրցակցի դիմադրությունն ու մի քանի գլորումով հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։ Բենուր Փաշյանի հուշամրցաշարում շատ հայտնի եւ ուժեղ երկրներ են մասնակցում։ Եզրափակիչը շատ հետաքրքիր է, այս գոտեմարտերը մեր ապագա ամբիչներին տալիս է լավ դասեր, լավ զգացմունքներ, ուժեղ պարապեն, ուշադիր լինեն, որտեվ այստեղից շատ մեծ օպտներ կարելի է ձեռք բերել։ 67 կիլոգրամ քաշային կարգում իր բարձր կարգը հաստատեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիր Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից Սլավիկ Գալստյանը։ Երիտասարդ Հայկ Մելիքյանին նա բռնեց հնարքի վրա ու հաղթեց տուշեով։ Հարգանքի արժանի հատկապես Սլավիկի ջենտլմենական քայլը հաղթական հնարքից հետո։ Այսուհանդերձ մարզիչը նշում է, որ Գալստյանի հետ լուրջ աշխատանք պետք է տարվի։ Եվրոպայի ժամանակը եւ այստեղ եզրափակիչում Սլավիկ Գալստյանը համարյա թե բռնված չկարողացավ վերցնի 25-30 վայրկյանը։ Դա արդեն խնդիր է, այսինքն ես ձեզ արդեն հուշեցի Սլավիկ Գալստյանի հետի հաջորդ աշխատանքը։ Հայաստանի հավաքականից իրենց քաշային կարգերում չեմպիոններ դարձան նաև Գոր Խաչատրյանը, Էրիկ Տեր-Մաթևոսյանը, Հայկ Խլոյանը եւ Ռազմիկ Քուրդյանը։ Հավաքականի մարզիչը մարզիկներից հիմնականում գոհ է, իսկ մրցումները շատ բացահայտումներ արեցին։ Մրցումները մակարդակով մրցումներ եւ այստեղից մենք պետք է մեր մտածողությունը անենք արդեն, մտածենք արդեն ում պետք է վստահենք մեր երկրի դրոշը աշխարհի առաջնությանը։ Հունիսի 8-ից Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնից Ծաղկաձորում սկսելով նախապատրաստությունը Խորվաթիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։